այս պահը եղած մեր ահազանգերի հիման վրա։ Մենք ունեցել ենք ահազանգ, որ ծրարների հետ կապված, որ ծրարները թափանցիկ են, ուզում եմ վստահեցնել, որ ծրարները թափանցիկ չեն և տպագրվել են այն նույն ծրարները, ինչ միշտ բոլոր ընտրությունների ժամանակ են տպագրվել։ Ունենք ահազանգ օգնողների հետ կապված, ուզում եմ հիշեցնել, որ ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, երբ որ քաղաքացին տեղամասում ինքնուրույն չի կարողանում իրականացնել քվեարկություն, այս դեպքում իրենք կարող են որևէ մեկը օգնել։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն չեն կարող օգնել բացառապես այդ լիստին ներկա գտնվելու անձինք, այսինքն ԶԼՄ-ներ, դիտորդներ, վստահված անձինք, այցելուներ, իրենցից որևէ մեկը չի կարող օգնել մեր ընտրողին, բայց ընտրական օրենսգիրքը չի արգելում, որ օրինակ ընտրողի կարգավիճակում հանդես գա իր ընտանիքի անդամը։ Հետևաբար, հարգելի գործընկերներ, եթե որևէ տեղամասում դուք արձանագրում եք, որ ընտանիքի անդամը օգնում է իր ընտանիքի անդամին, մի խոչընդոտեք, որպեսզի քաղաքացին կարողանա իրացնել իր ընտրական իրավունքը։ Այն բոլոր սուբյեկտները, ովքեր տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեն, կրում են այդ լիստին ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական և այդ բոլոր անձինք կարող են ազատորեն տեսա և լուսանկարահանել ամբողջ ընտրական գործընթացը։ Պետք չէ օրինակ միջամտել վստահված անձանց խոչընդոտել իրականացնել լուսանկարահանում կամ տեսանկարահանում։ Իրենք ազատ են իրականացնել տեսա և լուսանկարահանում, որևէ կերպ չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Հիշեցնում եմ, որ չի կարելի տեսա և լուսանկարահանել սարքի տված կտրոնները և ընտրողների ստորագրված ցուցակները, որոնք պարունակում են անձնական տվյալներ, ինչպես նաև քվեարկության խցիկի ներսը։ Մնացած ամբողջ ընտրական գործընթացը լիստին ներկա գտնվող անձինք կարող են ազատորեն տեսա և լուսանկարահանել։ Եվս մեկ անգամ անդրադառնում եմ այն հարցին, որի մասին մենք դեռևս երեկվանից հայտարարել ենք, մենք կոչ ենք արել լիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող բոլոր անձանց չկրել քարոզչական բնույթ կրող որևէ հագուստ։ Այն բոլոր իրավիճակներում, երբ տեղամաս կա որևէ ԶԼՄ, դիտորդ, վստահված անձ, այցելու և կրի քարոզչական բնույթ կրող որևէ հագուստ, այս դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը իրավասու է վերջինիս դուրս հրավիրել կամ թողնել բացառապես քարոզչական բնույթը արգելող քարոզչական բնույթը կրող շապիկի կամ նշանի հեռացումից հետո, որովհետև հիշեցնում եմ ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն քվեարկության նախորդ օրը և այսօր մինչև 20:00 նախընտրական քարոզչությունը արգելվում է։